Միլավ երկել ասեմ։ Անտարբեր չես եղել այազգի համար, վերկաց գերեզմանից Անդրանիկը փաշա, անտարբեր չես եղել հայազգի համար, վերկաց գերեզմանից Անդրանիկը փաշա, շրջեր հայկական զորքերի առաջ, վերկաց գերեզմանից Անդրանիկ փաշա, շրջեր հայկական զորքերի առաջ, վերկաց գերեզմանից Անդրանիկ փաշա, մատաղ լինեմ քաչ քերունը սմբաթին, որոքին հանել թուրքինը կրդերին, մատաղ լինեմ քաչ քերունը սմբաթին, որոքին հանել թուրքինը կրդերին, դարձել ամբարձումը շարշինը վերզդի, վերկաց գերեզմանից Անդրանիկ փաշա, դարձել ամբարձումը շարշինը վերզդի, վերկաց գերեզմանից Անդրանիկ փաշա, Անդրանիկ փաշա, Անդրանիկ փաշա։ Աբրես Եթե ներկայացրու Բուրման Հովսեփյան Ֆելիքս Կարլովիչ, նկարիչ, ազգության պեստոնացի, ծնված 54 թվականին։ Ասացեք խնդրեմ, ինչպես եք հայտնել Արցախ։ Կամավոր գնացի զինկոմիսարիատ եւ հայտնեցի, որ ցանկանում եմ գնալ կռվի, քանի որ ընկերներիցս շատերին կորցրել եմ եւ ինքս բալավիտի գնդում էի ծառայում, ոչ լավ կազմակերպվածության պատճառով ես դուրս եկա այդ գնդից ու եկա կամավոր գնալու կռվի։ Իհարկե ընտանիքս դեմ էր այդ բանին, բայց անկախ ամեն ինչի, թողնելով 4 երեխա, կնոջս ծանր վիճակում, ոնց ասում է, դժվարությունների մեջ, ես եկա կռիվ։ Եկա կռիվ, քանի որ այս կռիվը մենակ հայինը չի, սա այսօր այստեղ գտնվող այս հացը այս ջուրը խմող ուտող բոլոր մարդկանց, քրիստոնյա մարդկանց փառքն է։ Ի՞նչն է կապել ձեզ Հայաստանի հետ։ Ինձ Հայաստանում այսօր կապել է սեր առաջինը իմ ընտանիքի, հետո Արարատ լեռը այնքան սիրուն է, որ շատ եմ սիրում նկարներումս միշտ էլ շեշտել եմ Արարատը։ Սեր, կարոտ, ոնց ասում է, օտարության մեջ միշտ զգում եմ կարոտ այս հողի համար, հետո մաման թաղված է Հայաստանում, հետևապես ես ունեմ երկու, ոնց ասում է, հայրենիք, հասկացողությունը ու չկա իմ համար այս բանը, որ ասեմ ես օտարազգի մարդ եմ, ես ինձ համարում եմ լիովին այս հողի մարդ։ Քաղաքացիական կյանքում ինչով եք զբաղվում։ Նկարիչ եմ, սովորական առօրյա ցանկություն, կերակրել ընտանիքը, նկարների վաճառք։ Իհարկե մի քիչ վիրավորական է նկար վաճառելը, բայց այսօր ուրիշ ճանապարհներով փող հնարավորություն երեխա կերակրել չես կարա։ Արդյոք ռազմաճակատում լինելը ձեզ չի խանգարում ստեղծագործելու առումով։ Երևակայեք չէ։ Ես հնարավորություն չունեի առաջի օրերից աշխատելու Ումուդլիում, քանի որ ստիպված էինք ամեն օր թերև ճակատամարտ, անձրև, ցուրտ, խոնավություն, տրամադրությունը, կորուստները մեր, վիրավորները, զոհերը, ճիշտ է տղաները չընկճվեցին, բայց թե կա մի հասկացողություն արվեստագետի հոգին ավելի նուրբ է տեսնում բոլորը, քան թե սովորական մահկանացուն, արվեստագետ ասածը դա երգիչը, պոետը, նկարիչը, բանաստեղծը եւ մյուսները դրանք զգում են, հոգով են զգում, այդ ինչ է կատարվում։ Եվ այսօր, երբ որ բոլորի շարքում մենք կանգնած ենք, իմ համար մեծ պատիվ է, բոլոր մեր հայ տղերքի հետ, չկա հասկացողություն իմ համար խորհրդային տղերք, կա հասկացողություն հայեր, հայ ու ռուս, կա այստեղ մոլդովացի, կան իմ ազգի տղերքից որոշ տեղերում կռվող։ Ես գիտեմ, լսել եմ, ես մեծ հպարտություն եմ ապրում, որ ես մեր քրիստոնյա ազգի հետ եմ։
ես իշ չեմ ծախել փողի, թող չմտածեն, որ ես վարձ կանեմ, ես փողի հետևից չեմ վազել։ Իհարկե փողը միշտ չի խանգարել ընտանիքին, բայց թե ես վարձու մարդ չեմ, ես հոգով եմ եկել եմ, որ ինձանով կռիվը կանգնեցնեմ, մենակ ոչ ինձանով, թող իմ կյանքի գնով իմ երեխին չհասնի այդ կռիվը։ Իմ ամբողջ կյանքի նպատակը դա ու ինձ թվում առայժմ անդորա հարաբերական Թուրքը իրան խելոքապահում, մենք էլ հետևապես նայում ենք, չի թողում, որ ասենք քնենք հանգիստ, բայց թե շուտկի մեր ասլան տղերքի հետ, այս է մեկը կողքներիս է, ու ես կցանկանայի, որ այսպես տղերք շատ լինեին Հայաստանում ճիշտ է, ծանր է, կորուստը, սովը, դժվարությունները, մեր կանանց հոգեկան վիճակը, բայց այսօր պետք է բոլորս հասկանանք մի բան, որ պետք է կանգնեցվի այս անաստված կռիվը, թեկուզ մեզանով, մեր երեխեքին չհասնի, ջահել տղա է կողքից նստած, դեռ չամուսնացած ընտանիք չի դրել, արդեն կռվի մեջ է թաթախվել։ Ֆելիքս, դուք պատկերացնում եք, որ ձեր նույն դերում մի այլ էստոնացի հանկարծ կռվի հակառակորդի կողմից։ Ես այդ պատկերացնում եմ ու գիտեմ կան նման մարդիկ, միգուցե այդ մարդիկ մոռացել են, որ իրանք քրիստոնյա են։ Ես գիտեմ այսպես մի բան, դարեդար եկել այսպես, որ հավատքի պայքար է միշտ գնացել, մուսուլման քրիստոնեություն հասկացողությունը, միշտ հարգել են, ասենք, ուզբեկ, տաջիկ, մյուս ազգերը, բայց թուրքը մնացել է թուրք, որ միշտ փորձել է դավանանքի միջոցով խափի, կանչի, սպանի, մորթի, տիքանի, դա գալիս է հայոց պատմությունից, որը ես կարդացել եմ, գիտեմ, որ ինչքան հյուրասիրում են, այնքան էլ դավանանք կարող են անել, ասում է հավատա շանը, բայց փետը ձեռքիցդ մի գցի, դա լավ խոսք է ու ճիշտ տեղին էլ ասում է։ Ֆելիքս, երևի մեր հերթադողների շատերը չեն հավատա, որ դուք իրոք էստոնացի եք, քանի որ շատ գրագետ խոսում եք հայերենով, դա ինչպես ձեզ հաջողվել սովորել։ Դա ամբողջը իմ կնոջ շնորհքն է, իհարկե կնոջ հետ շփվելը ավելի ճիշտ է, քան թե ինչ-որ ուսումնական հաստատություն գնալը, քանի որ կինը մոտիկից ավելի լավ է սովորացնում, դա պրակտիկորեն ապացուցված երևույթ է, եթե ցանկանում ես մի լավ լեզու սովորես, ուրեմն շփվի կնոջ հետ, դա իրոք ավելի լավ դպրոց է, քան թե բուհը կամ ինչ-որ մի ուսումնական հաստատություն, կինը ամենալավ սովորեցնողն է, ամբողջ օրվա առօրյայում զրուցում ես, խոսում ես, ինչ չես հասկանում բացատրում է, իմ տանը դրված է մի լավ տրադիցիա, ամեն երեկո կինս կարդում է հայկական հեքիաթներ երեխեքի համար, ես էլ որպես մի երեխա էլ ես նստում եմ իմ կնոջ կողքը ու ականջները սրած հեքիաթ եմ լսում, քանի որ շատ հետաքրքիր է հայկական երգը, այսօրվա մեր տղերքը, որ նստում են ամեն երեկո, ասենք, բազայում, ես ուշադիր լսում եմ մեր տղերքի երգերին, չկա ռաբիս հասկացողությունը երգերի մեջ, լոկ, կարոտի, հայրենասիրական երգեր են, լող, ոնց ասում այն քաղցր, հոգի ճզմող երգեր են, ու հայրենը իրոք լավ լեզու է, իր ամբողջ նրբություններով, ճիշտ ասած ես սիրեցի Ղարաբաղ հասկացողությունը, հողը Ղարաբաղի, իսկական Ղարաբաղցուն սիրեցի, ոչ թե ծախու Ղարաբաղցիներին, որ որոշ մարդիկ կան, իսկական Ղարաբաղցուն ես հարգեցի, որը նկատի ունեք ծախու Ղարաբաղցիներ, ասեն որ փախնում այսօր Ռուսաստան, արտասահման, թողնելով իրեն հողը, ծախելով իրեն ազգին, այդ հային ես հայ չեմ համարում, այսօրվա որ փախնում են, ես ընդունում եմ այսպես, եթե այս մարդը այս հողում է, իմ կնոջը ես կյանքում միշտ սիրել հարգել եմ նրա համար, որ ասել եմ աղջիկ ջան, արեք ձեզ տանեմ մի խախանթող իմ երկիր, ասելա չէ, որտեղ իմաց կնդեղ էլ ես, եթե մեռնելու ենք բոլորս իրար հետ, այդ կնոջս բառերը, ինքը լորվա աղջիկ է, լորեցի է, իր ծնողները, բայց ինքը քաղաքում ծնված, մեծացած, հայրենասեր հոգով, սիրում եմ էլ, ես ասում եմ, իմ կնոջում տեսնում եմ ամբողջ ազգը, քանի որ իր մեջ կա մեծ հայրենասիրական զգացում իր երկրի հանդեպ։
ու այստեղ իմիջայլոց Այդ դեպքում դուք ինչու եք թողել ձեր հայրենիքը։ ես ոչ թե թողել եմ, ես ժամանակավորապես կոմանդիրովկա եմ։ Միջև երեխեքը կմեծանան, կմեծացնենք ոտիկը կանգնեցնենք։ Հետո մենք բիձեքով նորից մեր ճամփեն կբռնենք, կգնանք մեր երկիրն էլ կտեսնենք։ Իմ երկիրից կների հերս թաղված է Տալինում։ Քույրեր ունեմ, ընկերներ ունեմ այնտեղ շատ։ Հետևաբար ես չեմ լքել իմ երկիրը, իմ երկրում արուն չի թափվում։ Իմ երկիրը ինձ իմ պակաս է, այսօր չի զգում, երբ որ իմ երկրում կթափվի արուն, ես վստահ եմ, որ կգտնվեն հայեր, որ կցանկանան գան իմ ազգին օգնեն։ Ու ես չեմ կասկածում դրանում։ Դուք ձեզ հնարավորություն ունեք մեր հաղորդման վերջում դիմելու ձեր հարազատներին, ինչ կցանկանայիք ասել նրանց։ Ես կցանկանամ դիմել բոլորին, բացի իմ հարազատներին, կցանկանամ դիմել բոլորին համբերություն, սեր եւ միասնություն։ Այսօր եղնեն թող հոգով միասին հանդիպեն, օգնեն մեկ-մեկու, մեկին դժվար է, մեկը լավ է ապրում, թող մեկը մեկին օգնի, աշխատեն, պատժ կանեն, իրանց տղամարդիկ այսօր այստեղ են գտնվում, չասեն, որ ես այսօր ուտեմ, այն մեկի ընտանիքը սովից կոտորվի, թող միասնական աշխատեն ապրեն։ Ոնց որ մենք ենք այստեղ միասնական, չկա հասկացողությունը, սա իմ ամանն է։ Մենք մի ամանից բոլորս ուտում ենք, մի բաժակից բոլորս խմում ենք, մի անկողնում մի քանի հոգի քնում են։ Այստեղ կա մի հասկացողություն, բոլորս մեկի, մեկս բոլորի համար։ Ու ես կցանկանայի, որ այսօր մեր ողջ ազգը լիներ այդ հասկացողության տակ, սիրեինք իրար, հարգեինք, լինեինք պատվով, դուրս գանք այս կռվից պատվով, հաղթանակը մերն է լինելու։ Չկա այն հասկացողությունը, որ մենք պարտվենք, մեր խաչը միշտ բարձր է։ Դա ես այսօր կապացուցեմ նաև իմ նկարներով, որը ձեզ ցույց կտամ, դուք կտեսնեք, որ արվեստը լա ապրում այստեղ։ Ուրեմն կա հոգի, կա երգ, խնդություն։ Մեր տղաներից կան մարդիկ, որ կարող են լավ երգել, ես էլ կերգեմ, կլսեք այդ երգերը, կտեսնեք, որ տղաները չեն ընկճվել այսօր, դուխով են, դուք պինտեղեք, կարևորը պահեք երեխեքին, լավ պահեք, որ դուք լավ լինեք, մենք էլ ենք լավ։ Շնորհակալություն, հաջողություն եմ ցանկանում։ Բոլորին հաջողություն։ Հա, դու հերոսություն կարես, դիրքեր կետաս հավ նոր։ Բերեք ուրա։ Это ничего, что так? Отлично, ничего страшного. Присядьте. Ալբոմը դուր է։ Այսել շկատուլկա է։ Մտքովը սանցել է, այսպես սարքել են։ Զարդատուլկա է։ Էլը բացած դիր։ Բայց այդ բացը ինքը նկարել։ Են դրանք էլ հանեք։ Շատ մանր են։ Ոչինչ, այդ մանձերները կակրաս իմ են այստեղ կա։ Օրինակ այստեղ նկարել եմ Կոմիտասի դեմքը, փոքր քարի վրա։ Ես գիտեմ, Ղարաբաղը տեղափոխելու է։ Կամած, օծը հանեք։ Չհանում եք ինչ անեք։ Օծի վրա էլ էի ուզում նկարեի, հələ դեռ չեմ հասցրել ներկս փրտալ սպիտակը։ Իսել այսինչ։ Ուզո, էսել ящики ուզորն են, Չիրանքը պանս։ Գրիչ է էսել։ Տղեկ։ Դե մի քիչ Էստոնիայի երկրի ընթացմա անջատվածությունը ինձանից Բուրման Հովսեփյան։ Բուրման Հովսեփյան։ շողկերը։ Ներքի պատճառով, ներքի Ես ուղարկել եմ։ Մի հաշիվ